Հարգելի հեռուստադիտող, մենք դարձյալ տաղավարում ենք, ուրախ տրամադրությամբ եւ ժպիտով պատրաստ ենք դարձյալ կիսել ձեր կիրակի առավոտները։ Մեզ մոտ տաղավարում մշակութային թեմաները դարձյալ շարունակվում են։ Այսպիսով հոկտեմբերի 14-ից 17-ը Մատենադարանում տեղի կունենա հիշողության կերպարանքները 14-րդ միջազգային ամենամյա գիտագործնական սեմինարը։ Թեմայի մասին խոսելու ենք Արտավազդ Այվազյանի եւ Արթուր Պետրոսյանի հետ, ովքեր Մատենադարանի ավագ նկարիչներ են եւ վերականգնողներ։ Բարև ձեզ եւ շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք։ Ոնց եք սկսել ձեր կիրակի առավոտները մինչև այս լուրջ թեմային անցնել, թվում է թե շատ լուրջ է, բայց ես պատկերացնում եմ ինչ հետաքրքիր սեմինար է սպասվում մարդկանց, ոնց եք սկսել ձեր առավոտները եւ ինչպես են առհասարակ սկսվում։ Բարև ձեզ, նախ եւ առաջ եւս մեկ անգամ շնորհակալ ենք հրավերքի համար, կարծես թե լավ ավանդույթ է ձևավորվել սեմինարի մեկնարկից առաջ լինել եւ խոսել ձեր տաղավարում։ Իրականում շատ ծանրաբեռնված օրեր են այս պահին Մատենադարանի վերականգնման բաժնում, իրարանցումը շատ խառն է եւ պատրաստվում ենք շատ կարեւոր մի գիտաժողովի, ամենամյա գիտաժողովի, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 14-ից 17-ը։ Այո, մենք դրա մասին կխոսենք։ Ինձ հետաքրքիր է սուրճն ու թեյը պարտադիր պայման են առավոտը սկսելու համար, եթե թեյ, ապա կարող եք օգտվել մեր թեյերից, առավոտը նաև այսպես սկսենք, մի քիչ տարբերվի մնացած օրերից։ Եվ կարծում եմ կիրակի օրը նաև խցանումներից զերծ եք եկել, մի քիչ ավելի հանգիստ, նյարդերը տեղին են, ոնց որ մնացած օրերին չի լինում, ցավոք սրտի, երկշաբթից ուրբաթ ավելի դաժան է լինում տեղից տեղ գնալը։ Այսպիսով խոսենք գիտագործնական սեմինարից, 14 տարվա պատմություն ունեցող սեմինար է, որը որ նաև այս տարի եւս տեղի կունենա մոտ օրերս հոկտեմբերի 14-ից 17։ Եթե ամփոփ ներկայացնենք, ինչ է սպասվում մարդկանց եւ Մատենադարանը ինչ սեմինար է ձեռնարկել։ Մատենադարանը լինելով իբրև գիտահետազոտական ինստիտուտ, նաև համաշխարհային մշակութային ժառանգության պահպանման եւ վերականգնման առաջատար կենտրոն է եւ այս անգամ արդեն 14-րդ անգամ անընդմեջ իրականացնում ենք հիշողության կերպարանքները գիտահետազոտական սեմինար, այո, որտեղ մասնակցություն են ունենալու գրեթե 18 երկրներից, սա եւս աննախադեպ է այս տարի լինելու։ Մենք ունենալու ենք Հարավային Ամերիկայի, Հյուսիսային Ամերիկայից, եվրոպական մի շարք երկրներից, Արաբական միությունից, մեր տարածաշրջանում Ղազախստան, Ռուսաստան, Վրաստան, այս տարի առաջ անգամ նաեւ ասիական երկրներն են մասնակցելու, Ճապոնիա, Չինաստան։ Եվ այս առումով մենք շատ ենք կարևորում այս գիտաժողովը, քանի որ այն մեզ համար լավագույն հարթակն է եւ որպես երկիր եւ որպես կառույց դիրքավորվելու համաշխարհային այդ գրավոր ժառանգության այդ թանգարանների եւ միջազգային կառույցների առջեւ հեղինակությունը բարձրացնելու, դիրքավորելու նոր նշաձողեր սահմանելու առումով։ Եվ այսպես, այո, շատ լուրջ եւ շատ կարեւոր է, երբ կողքին կան այնպիսի էլի թանգարաններ, որոնք որ էլի մեծ պատմություն են եւ Մատենադարանը նրանց կողքին պետք է դարձյալ իր նման սեմինարներով ու համաժողովներով, այսպես ամուր կանգնած լինի։ Դուք մի գործ եք անում, որը որ շատ հետաքրքիր է Մատենադարանում, անձամբ ես շատ երկար, այսպես ինձ հետաքրքրել է, թե ինչով են զբաղվում վերականգնողներն ու նկարիչները այնտեղ եւ դուք ձեռագրերի պահպանմամբ եք զբաղվում։ Եթե մի փոքր ներկայացնեք ձեր գործունեությունը Մատենադարանում, ինչպիսին է, պատկերացնում եմ նկուղային հատվածներում ինչ որ տեղի ունենում, եթե ճիշտ գիտեմ, ինձ հետաքրքիր է ինչ գործունեությամբ եք զբաղվում դուք որպես նկարիչներ Մատենադարանի, ավագ նկարիչներ։ Իրականում շատ հետաքրքիր է աշխատանքը, մասնագիտությունը, այո, կարծես թե սիրում եք այն մեծագույն հաճույքով ու պատասխանատվությամբ ենք մոտենում մեր գործին, քանի որ նախ փրկում ենք եւ վերականգնում ենք մեր դարավոր մշակույթը, գրավոր ժառանգությունը, որը շատ կարևոր է եւ գործը շատ սիրելով եւ այդպես պատասխանատվությամբ մոտենալով ամեն օր կատարում ենք սիրելի աշխատանք։ Այո, ինչ ասեմ։ Ինչ process է իրենից ենթադրում, ոնց եք պահպանում ու վերականգնում օրինակ մատյաններից ինչ որ էջեր, դա ոնց է տեղի ունենում, երկար process է կարծում եմ։ Process-ը բավականին երկար է, կարող է մեկ ձեռագրի վերականգնումը ամբողջական տարիներ տևել, ձգվել մինչև 3-4 տարի, կախված ձեռագրի վիճակից, ծավալից, աշխատանքի քանակից, բնականաբար լինում են ձեռագրեր, որ փորձում ենք 1 տարվա ընթացքում ավարտին հասցնել, բայց նաև կան այնպիսիները, որոնք շատ ավելի երկար ժամանակ են պահանջում,
հատկապես մագաղաթյա ձեռագրերը տարբերվում են թղթյա ձեռագրերից հիմնական նրանով, որ իրենք ավելի երկարատև process են պահանջում, հարթեցման, ուղղման ժամանակաշրջանը ավելի երկար է տևում։ Այդպես ձեռագրերը շատ տարբեր են եւ ինչպես մարդիկ ամեն մեկ ունի իր բնավորությունը, այդպես էլ ձեռագրերը շատ տարբեր են։ Կողքից կարող է թվալ մենք միատիպ միօրինակ աշխատանք ենք անում, հա, ինչ կա չէ, որ ասենք թղթեր ենք կպցնում եք, հարթեցնում եք, ուղղում եք, դասավորում եք, շտկում եք, կարում եք, բայց իրականում այդպես չէ, իրականությունը լրիվ այլ է, որովհետեւ ամեն մեկը ունի իր բնավորությունը, մոտեցման ձևերը, անգամ վերականգնողները արդեն երբ որ հմտանում են, դու կարող ես ձեռագիրը նայելով կռահել, թե ով է դա վերանորոգել, այսինքն ամեն մեկը ունենում է արդեն իր ուրույն ձեռագիրը վերականգնելու տարբերակը, այսպես ասած, իհարկե կան հիմնական դրույթներ, կետեր, որոնք որ մենք պարտադիր պահում ենք եւ դրանք ընդունված են ամբողջ աշխարհով որպես վերականգնման այսպես դրույթներ, այո, հա, բայց արդեն աշխատելավ ոճով դու ինքդ արդեն ինչ-որ որոշակի, այո, այդպես քո ձեռագիրն ես օգտագործում, տալիս, այո։ Եվ կարծում եմ Մատենադարանում շատ են մատյաններն ու ձեռագրերը, այսինքն գրեթե բոլորը միշտ վերականգնման, պահպանման կարիք ունեն եւ ձեր աշխատանքը կարծում եմ հավերժ է այս դեպքում։ Միանշանակ Մատենադարանում ամենօրյա մշտադիտարկում է տեղի ունենում, ամենամյա նայվում են ուսումնասիրություններ են արվում ձեռագրերի վիճակի հետ կապված, ընտրվում են, ասենք, տարվա միջակայքով այն ձեռագրերը, որոնք պետք է վերականգնվեն, այո, եւ այդպես դասակարգելով այդ մշտադիր կարգմամբ տեղի ունենում արդեն վերականգնում։ Մենք ձեզ հրավիրել ենք, որ սեմինարը քննարկենք, բայց մի հարցել ունեմ ձեր մասնագիտությունից ու կանցնենք սեմինարին։ Ինչպիսի կրթություն է պետք, որպեսզի ձեր աշխատանքում կարողանան հմուտ լինել եւ ովքեր այսօր կարող են դառնալ այլ մարդիկ, որոնք որ հիմա դուք եք Մատենադարանում, ինչ կրթություն է պետք։ Երևի մենք մասնագիտությամբ նկարիչներ ենք, նկարիչ վերականգնողներ, նկարիչ մանկավարժներ։ Հիմնականում մասնագիտությունը երևի պետքա մի քիչ համբերատարություն, նվիրվածություն, աշխատասիրություն։ Բնավորության գծեր են պետք է դեպքում։ Ամենակարևոր բանը համբերատար եւ հոգատար լինելն է այդ աշխատանքում եւ ինչու՞ չէ նաեւ մի քիչ արվեստին մոտ մարդ լինելը։ Այո, արվեստը սիրող, ու այս դեպքում համբերատարությունը շատ պետք է, որտեղ այդ թղթի մանր կտորներ իրար կպցնելը, սպասել, որ դրանք կպնեն ճիշտ երկար ժամանակ է։ Իրական, որտեղ մենք առնչվում ենք մշակութային հզոր ժառանգության հետ եւ այն վնասելու իրավունք չունենք։ Մենք հակառակը պետք է առողջացնենք, բուժենք, որպեսզի փոխանցենք մեր հաջորդ սերունդներին այդ գրավոր ժառանգությունը։ Այո, մենք անպայման վերջում կխոսենք, թե ինչ ժառանգություն ունենք եւ ինչ ժառանգության հետ դուք գործ ունեք ձեր աշխատանքով, բայց այնուամենայնիվ անցնենք սեմինարին։ 18 երկրից մենք հյուրեր ենք ունենալու եւ երբեմն երբ ասում են սեմինարներ, մենք թվում ենք Ռուսաստան, եվրոպական մի քանի երկրներ, բայց դուք թվում եք այնպիսի երկրներ, որը այդպես քիչ է պատահում, հարավային Ամերիկայից ինչ որ երկրներ, նրանք գալիս են իրենց փորձով եւ դուք այստեղ ձեր փորձով փոխանակում է տեղի ունենում։ Կուզեմ այդ նեթվորքինգի մասին խոսենք, հա, իրենք իրենց փորձով եւ դուք ձեր փորձով ինչպիսի սեմինարներ եք անցկացնելու։ Հետաքրքիր նախ եւ առաջ հետաքրքիր զեկուցումներ են լինում եւ այս տարի եւս բացառիկ է լինելու նախորդ տարիների համեմատ մենք ունեցել ենք յուրաքանչյուր սեմինարի վերջին, այսինքն օրվա վերջում ունենում ենք վարպետության դասընթացներ։ Այս տարի մեկ դասընթացի փոխարեն երկու դասընթացներ են լինելու եւ պատկերացրեք այնքան շատ է հետաքրքրությունը, որ մենք սահմանափակում ենք դրել մասնակիցների, որովհետեւ հնարավոր չի այդ բոլորին մի սրահում, հա, ներկայացնել այդ ամեն ինչը։ Եվ սա մեզ համար եւս շատ կարեւոր է եւ իրենց փորձը ուսումնասիրել, որտեղ մենք ամեն տարի կիսում ենք մեր նորարարություններով, մեր ձեռքբերումներով, թվային տեխնոլոգիաների կիրառությունը ինչպես են լինում, ինչ կիրառություն են ունենում, ինչ մոտեցումներ են իրականացնում, այսինքն այս փորձի փոխանակումը մեզ համար շատ կարեւոր է։ Այո, եւ իրենց համար էլ վստահաբար կարեւոր է, որովհետեւ դուք էլ ձեր նորարարություններով եք հանդես գալիս, առարկայական ինչպիսին են այդ նորարարությունները եւ Մատենադարանի տվյալ բաժինը ինչպիսի տեսք ունի, քանի աշխատակիցներ կան ձեր բաժնում, մի փոքր կուզեմ նաեւ ներկայացնենք բաժնի տեսքն ինչպիսին է։
Շատ լավ, հետաքրքիր հարցեր։ Նախ նշեմ, որ մեր բաժնի ղեկավարն է Տիկին Գայանե Էլիազյանը։ Եվ շատ կարևորում եմ առհասարակ ղեկավարի գործունեությունը բաժնում, որովհետև իրենից շատ բան է կախված, առհասարակ, երբ որ բաժինը մեծ է եւ մենք կարելի ասել Հայաստանի մասշտաբով հաշվելով ամենամեծն ենք համարվում վերականգնման բաժին, շուրջ 30 աշխատակից ունի վերականգնման բաժինը եւ այս տարի էլ տնօրենի նախաձեռնությամբ եւս 5 հաստիկ ավելացվեց մեր բաժնում, որովհետեւ աշխատանքը շատ մեծ է եւ Մատենադարանի վերականգնման բաժինը ոչ միայն Մատենադարանի ձեռագրերի վերականգնումով է զբաղվում, այլ առհասարակ մենք Հայաստանի տարբեր թանգարանների, որտեղ կան գրավոր ժառանգություն, հնատիպ գրքեր, այնտեղի այդ թանգարանների աշխատանքներով վերականգնումով էլ ենք զբաղվում, այո, մենք համագործակցության կապեր ունենք տարբեր թանգարանների հետ, որոնց հետ միշտ այսպես կապի մեջ ենք եւ նաեւ իրենց ժառանգությունն ենք փորձում փրկել։ Դուք իսկապես շատ կարևոր գործ եք անում, որովհետև եթե մեր եկող սերունդներին ինչ-որ բան պետք է ցույց տալ, եթե չանեք այն գործը, ինչ որ անում եք, ոչինչ չենք կարող ցույց տալ, որովհետև իսկապես պահպանել են նման ձեռագրերն ու մատյանները, որոնք հազարամյակների պատմություն են, շատ դժվար է առանց ոչինչ չանելու։ Քանի որ 14-րդ անգամ է տեղի ունենում Հայաստանում տվյալ սեմինարը, ինչով է առանձնանում այս տարվա սեմինարը մյուս տարիներից, կան ինչ-որ առանձնահատուկ ծրագրեր, դասեր, վարպետաց, որոնք որ առաջին անգամ տեղի կունենան։ Իրականում շատ բան կա ասելու այս առումով, տեսեք, բացի այն, որ մենք վերցրել ենք այն պատասխանատվությունը, որ պետք է վերանորոգենք հայկական գրավոր ժառանգությունը, իրականում Մատենադարանի վերականգնման բաժինը աշխարհում սփռված համաշխարհային գրավոր ժառանգության պահպանության առումով շատ մեծ գործ է անում։ Մենք Երուսաղեմում հիմնել ենք վերականգնման բաժին, որտեղ երկար տարիներ վերականգնման բաժնի աշխատակիցները այցելել են, վերականգնել են Երուսաղեմում պահվող ձեռագրերը։ Ամերիկայում հայկական թանգարանի ձեռագրերի վերականգնումով ենք զբաղվել։ Հալեպում նույն այլ ահռելի մեծ աշխատանքներ են տարվել։ Իրաքի Էրբիլ քաղաքում արևելյան ձեռագրերի թվայնացման կենտրոնում, որը կարծես կապ չունի հայկական ձեռագրերի հետ, բայց համաշխարհային գրավոր ժառանգության պահպանման առումով այնտեղ էլ հիմնադրել ենք նոր վերականգնման բաժին եւ 2 տարի անընդմեջ այցելել ենք, այնտեղ մասնակիցներին վերապատրաստության դասընթացներ ենք իրականացրել։ Այս տարի Սփյուռքում գտնվող մեր հայկական հոգևոր ձեռագրական կենտրոններում պահվող ձեռագիր մատյանների խնամքով ենք նաև զբաղվում, թվայնացումով, ուսումնասիրություններով։ Այս տարի այդ ձեռագրական կենտրոններից ունենալու ենք մասնակիցներ, որոնք բացի սեմինարից դուրս մեկ շաբաթ ավել մնալու են Մատենադարանում եւ այնտեղ իրականացնելու ենք իրենց հետ վարպետության դասընթացներ, որպեսզի կարողանան այնտեղ վերանորոգեն ձեռագրերը մեր։ Որովհետև հայկական ձեռագրերը միայն Հայաստանի սահմանների ներսում չեն։ Այո, եւ եթե թույլ կտակ, ասեմ, որ շատ հետաքրքիր վարպետության դաս ենք ունենալու Գերմանիայից մի մասնագետ ենք հրավիրել, ով Եվրոպայում համարվում է ձեռագործ թղթի արտադրության հայրը եւ նա մեզ պետք է սովորացնի թղթի արտադրության եվրոպական մեթոդներին։ Իմիջիայլոց ասեմ, որ մենք այս տարի հիմնադրել ենք Մատենադարանում վերականգնողական թղթի արտադրամաս, որի արտադրությունը կիրառում ենք մեր հայկական ձեռագրերի վերականգնման մեջ։ Մինչ օրս մենք օգտագործել ենք Ճապոնիայից ներկրվող այդ հատուկ թղթերը։ Հիմա տեղական է։ Այո, եւ այսօր մենք ունենք այդ արտադրությունը եւ ինքնաբավ ենք եւ հնարավորություն ունենք նաեւ օգնելու մեր մյուս թանգարաններին եւ կենտրոններին։ Այս առումով եւս մեզ համար շատ կարեւոր է, որ մենք կարողացել ենք իդեմս մեր նորանշանակ տնօրենի պարոն Խզմալյանի վերազինել վերականգնման բաժինը, լաբորատորիաները վերազինել, տեխնիկապես հագեցնել, որպեսզի մրցունակ լինենք աշխարհում։ Այո, իհարկե, մանավանդ տեղեկատվական տեխնոլոգիաների այս դարաշրջանում դա ոչ թե կարևոր է, այլ պարտադիր պայման է, որ պետք է ունենա։ Ոնց եք հարմարվել այս թվային նորարարություններին։ Բաժինը կարծում եմ նաև զուգահեռ քայլում է AI, ինչ ասես կա այս տեղեկատվական դարաշրջանում, ինչ որ փոփոխություններ կրել է արդյոք այն աշխատանքը, որը իրականացնում եք։ Ինչ որ առումով այո, բնականաբար մենք եթե ուզում ես զարգանաս, պետք է զուգահեռ, այսպես ասած, քայլես այդ ամեն ինչի նորարար տեխնոլոգիաների զարգացման հետ զուգընթաց։
Իդեպ ասեմ, նաև մենք նմանատիպ օրինակել ենք ունեցել, երբ որ այդ արհեստական բանականությունը հատուկ սարքերի միջոցով փորձ է եղել վնասված ձեռագրերի ճիշտ հավաքագրումը թվային տեխնոլոգիայով եւ այդպես զուգահեռներ ենք տարել սարքի աշխատանքի եւ մարդու, այո։ Եվ ո՞նց է եղել? AI-ը արդարացնում է, բայց մեր ոլորտում ամեն դեպքում մասնագետը մի քիչ մեկ քայլ կարելի ասել առաջ է, որովհետև այդ փորձը ունի։ Միգուցե երևի ավելի ժամանակ է պետք, որ այդ տեխնոլոգիաները ավելի խորը ուսումնասիրեն, որ կարողանան։ Դեռևս իրենց չի հաջողվել, բայց զուգահեռ ուզում եմ ասել, որ մենք փորձում ենք մեզ համար օգտակար այդ գործոնները կիրառել մեր աշխատանքի մեջ։ Եվ վերջապես AI չունեն համբերություն, ինչպես որ դուք նշեցիք, քան մարդը, որովհետև իսկապես ահռելի համբերություն է պետք այս աշխատանքում։ Իրականում մեր բաժինը վերջերս շատ է վերազինվել այդ առումով, ունենք նոր ձեռքբերված սկաներ, որը ուսումնասիրում է թանաքի մեջ գտնվող մետաղական բաղադրությունները, որտեղ մենք ունենք նաև մետաղական կազմեր ձեռագրերի վրա եւ նաև ուսումնասիրում ենք այդ կազմերի բաղադրությունները, ինչ մետաղներ են օգտագործվել, ինչ քանակի ոսկի է օգտագործվել մանրանկարչության մեջ, այսինքն ժամանակակից այս թվային տեխնոլոգիաները եւս կիրառվում են վերականգնման մեջ եւ առանց դրա իհարկե երևի անհնար է արդեն միանշանակ։ Դուք ձեր խոսքում նշեցիք, որ նաև մարդիկ են գալու, որոնցից դուք պետք է սովորեք, սա շատ հաճելի էր լսել, որովհետև փորձի փոխանակումը դա է ենթադրում։ Ինչպիսի ոգևորվածությամբ են գալիս աշխարհի տարբեր կետերից մասնագետներ եւ ինչպես են հեռանում Հայաստանից, քանի որ դուք ունեցել եք փորձ տեսնելու նրանց թե զգացողություններն ու էմոցիաները եւ նաև այն փորձը, որը որ իրենց հետ տանում են։ Կարելի ասել սեմինարի հենց ստեղծման օրվանից ես ու Արտուրը միշտ ընդգրկված ենք եղել եւ ակնհայտ երևում է մասնակիցների ոգևորվածության աստիճանը, որովհետև ամեն տարի գալիս են տարբեր կենտրոններից մասնագետներ, կիսվում են իրենց փորձով, այս տարի Վաշինգտոնից ունենալու ենք հայազգի վերականգնող, ով մեզ սովորեցնելու է արաբական ձեռագրերի կազմարվեստին, որովհետև մեզ համար եւս դա խնդիր է, մենք ունենք օտարալեզու ձեռագրեր, որոնց կազմարվեստը մեզ համար մի փոքր, այո, տարբեր է եւ միգուցե դեռևս հասանելի։ Դրա համար նրանք ունեն բավականին մեծ փորձ, գիտելիք, ուսումնասիրություններ եւ այդպես տարբեր փորձեր են լինելու վարպետության։ Եվ ես կարծում եմ, որ դուք էլ որպես վերականգնողներ մասնակցում եք այլ սեմինարների տարբեր երկրում, կուզեմ նման փորձերից դուք պատմեք, ինչպիսին է օտար երկրներում նման կառույցների սեմինարներն ու ինչպիսի փորձով եք դուք հետ գալիս, եթե այդպիսիք եղել են։ Միշտ, այո, փորձը շատ կարևոր է, հաճախ լինում ենք, մասնակցում ենք եւ մեր այսպես ելույթներով հանդես են գալիս, ներկայացնում ենք Մատենադարանի վերականգնման բաժինը, ինչ աշխատանքներ են արվում, ինչ ձեռագրեր են վերականգնվում առհասարակ, ոչ միայն ձեռագրեր, այո, թղթե հիմքով ցանկացած նյութ, այո, ոգևորությունը միշտ կա եւ շատ կարեւորում եմ հենց այդ սեմինարների, գործնական պարապմունքների կարեւորությունը, որովհետեւ դրանք նոր կապեր են ստեղծում, զուգահեռներ են տանում, իմանում ես, կարողանում ես կշռել քո գիտելիքների չափը հարստանալ, այո, ընտանալու տեղ միշտ կա, կարծում եմ։ Միշտ կա, որովհետև դա մի մասնագիտություն է, որ ամեն տարի այսպես կարողանում ես նոր գիտելիքներ ձեռք բերել, նոր իմաստություն։ Այո։ Բայց միևնույն է, այս գիտաժողովը տարածաշրջանում ամենամեծն է։ Ես դա էի ուզում լսել, այո։ Որը հենց առնչվում է գրավոր ժառանգության եւ պահպանության։ Եվ երկրների մասշտաբով եւ այն սեմինարներով, որոնք որ կազմակերպվում են տարածաշրջանում, ամենակարևոր եւ այսպես առանձնացնողներից է։ Կարճ կուզեմ ներկայացնեք, թե ձեր ձեռքի տակով ինչ ձեռագրեր են անցնում։ Ես վստահ եմ, դրանք շատ արժեքավոր հազարամյակների պատմություն ունեցող մատյաններ են, որը որ մենք ունենք եւ դրանով հպարտանում ենք թե Մատենադարանը եւ թե բոլորս կարծում եմ։ Այս պահին վերականգնման բաժնում վերանորոգվում է մշոճառընտրի երկրորդ հատվածը, որը որ երևի թե ավարտին հասնելուց հետո հնարավորություն կունենանք ցուցադրելու։ Կարճ ժամանակով, այո, այդպես պատրաստում ենք, չեմ ուզում շատ փակագծեր բացել։ Ինտրիգները պահելով, այո։
Շատ ցանկացած ձեռագիր յուրահատուկ է, ունի իր պատմությունը, թե ինչպես է հայտնվել, այո, մեր ձեռագրերի մեծ մասը հենց այդ հենց փրկվել են հենց ցեղասպանության տարիներին եւ օրինակ այս պահին մեր սենյակում ես վերականգնում եմ երևի շոջ առընտիրից հետո մեծությամբ երկրորդ թղթե ձեռագիրը ամենամեծ, որը Վանիճ առընտիր է կոչվում, այո, եւ արդեն 4-րդ տարին է ինչ վերականգնում եմ։ Հուսով եմ այս տարի կհաջողվի ինձ այն ավարտին հասցնել։ Շատ են եւ ձեռագրերը այնքան շատ են, հիմնականում բոլոր վերականգնող մասնագետները մի ձեռագրի շուրջ չեն աշխատում, այսինքն յուրաքանչյուրիս մոտ այդպես սեյֆում մի քանի ձեռագիր է, որ զուգահեռաբար աշխատում ենք, այո։ Եվ այդ մատյաններն էլ դառնում են այն հիշողության կերպարանքները, որոնք որ կան եւ այդպես էլ դուք անվանել եք ձեր սեմինարը։ Ես շնորհակալ եմ շատ հարցազրույցի համար։ Դիմելով հեռուստադիտողին հիշեցնեմ, որ հոկտեմբերի 14-ից 17-ը Մատենադարանում տեղի կունենա հիշողության կերպարանքները 14-րդ միջազգային ամենամյա գիտագործնական սեմինարը։ Այսօր այսքանը հարգելի հեռուստադիտող, ձեզ լավ կիրակի եմ մաղթում։ Տաղավարում աշխատեց Անահիտ Ղազարյանը։